Մյուս կողմից Հովոն ասում է, որ ավելի շուտ ամուսնանանք, մյուս կողմից Ավետը։ Ես իրոք վատ եմ։ Ինձ ահա որ մեղավոր եմ զգում, որ ստիպված եմ անընդհատ Հովոյից թաքցնել ու չասել, որ ոչ մի բան էլ առաջվանը չի։ Լիզ, նենց եմ հասկանում, չգիտեմ ուղղակի, չգիտեմ անկեղծ ինչ ասեմ։ Ոչ մի բան պետք չի ասել։ Ավետն ասում է, որ ամեն ինչ թողնեմ ու իր հետ լինեմ, մյուս կողմից էլ Հովոն ես իրոք սենց իրավիճակում երբեք չեմ եղել, տեղից չեմ գտնում։ Հովոն միշտ կողքիս է եղել ու ես անգամ չեմ պատկերացրել, որ կարող է զգամ մի բան, ինչը հիմա եմ զգում։ Լավ, արի շատ մի անհանգստացի, որովհետև վաղ թե ուշ ամեն ինչ կարգավորվելու է։ Մի վախեցի, ուղղակի երբեմն լինում է այնպես, որ պետքա վստահենք ուղղակի ճակատագրին։ Հա, ուղղակի երբեմն լինում է, որ մեր ուզածով չի լինում։ Հանգիստ տեղի։ Համ էլ ով որ պետքա լինի կողքիդ, հաստատ կլինի, մի մտածի։ Ես վատ մարդ եմ։ Չասես էլ տենց բան։ Հա։ Ես ուղղակի չգիտեի, որ սենց բան կլինի ինձ հետ։ Մաշ սիրտս տեղից դուրս է թռչում։ Ես փորձում եմ իր մասին չմտածել, բայց չի ստացվում, չեմ կարողանում այդ զգացմունքի դեմ պայքարել։ Ես առաջին անգամ սիրահարվել եմ, բայց ինչի է ինձ հետ սենց բան եղել, Մաշ։ Ինչի հենց այն ժամանակ, երբ ես ու Հովոն պիտի ամուսնանայինք։ Լավ, գնամ արդեն։ Քեզ բարդ եմ ախպերես, իսկական ընկերոջ խորհուրդ էր։ Հարգև, Լիզան ինչ ծավ։ Դե մի քիչ անակնկալի եկավ էլի, չսպասված էր իր համար։ Դե կարևորը հետո կիմանաք որ ճիշտ է կերավ։ Ադելի մասին էլ եմ շատ մտածում, բայց դե ինչ անեմ։ Իրա մասին մի եմ մտածել ընդհանրապես։ Հեսա հասկանամ, որ օրն են գնալու, արդեն սկսենք կազմակերպել։ Լիզ, ներս արի, 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 արի առաջացի, Լիզ, իմ աղջիկ, իմ սիրուն աղջիկ, ոնց էի կարոտել, Եթե քո ասածով է եղել ու Աննան ա խնդրել քեզ այդ մասին, ինձ ինչի չես ասել։ Որովհետև ես վստահեի, որ չես համաձայնի։ Քեզ չեմ ասել քո մասին մտածելով, որ դու քեզ վատ չզգաս, Վիգեն։ Ինչ անեի, գայ ասեի, որ կինդ ուզում է Սարիկին տեսնել, քեզ խնայելով քեզ չեմ ասել։ Եթե այդ զգացմունքների հետ խաղալ եմ, ուրեմն ես այս կյանքում ինչ-որ մի բան չեմ հասկանում, Վիգեն։ Նայ, անկախ ամեն ինչից, ես միշտ մտածել եմ, որ դու, չգիտեմ, ինչ-ինչ պատճառներով ընկնում ես ծուղակների մեջ։ Ու միշտ մտածել եմ, որ օգնեմ քեզ այդ ծուղակներից դուրս գաս։
Ու չեմ թաքցնի, որ ինչ որ մի պա ոնց որ դարձել էին ինձ համար հարազատ մարդ։ Ու ես պատասխանատվություն էի կրում քո հանդեպ։ Իսկ հիմա այս ամեն ինչից հետո փշրված ամեն ինչ լրիվ հիմա ես նայում եմ քեզ այսպես ու մտածում եմ ընդհանրապես ով ես դու ով ես Ով եմ ես? Ես այն մարդն եմ, որը անկախ ամեն ինչից միշտ քո կողքին է եղել, հստակ տեղ չունենալով քո կյանքում։ Ու գոնե մի անգամ շնորհակալություն չեմ լսել դրա դիմաց։ Ես հասկանում եմ դու ագին շատ բան գիտես Ագնես։ Ուրեմն լսի, ես հիմա գալիս եմ, որ խոսենք։ Էլ խաղերը չի անցնելու ու հանկարծ դուռը չբացելու փորձ չանես, այդ դուռը ինձ չի խանգարելու, հասկացար? Լիզ, դու ինձ այդ ասա, Ադելը արդեն տրամադրվել է, որ պիտի գնան։ Հա, ուրախ է։ Կարևորը ոչ մի րոպե հավատը չի կորցրել, որ նորից կքայլի։ Դուք շատ ուժեղ եք, երկուսդ էլ շատ ուժեղ եք։ Այնքան բանի միջով եք անցել, սա էլ կհաղթահարեք։ Դուք երկուսդ էլ արժանի եք երջանիկ լինելու համար։ Ես էլ եմ հուսով, որ ամեն ինչ քիչ-քիչ կմնա անցյալում։ Ես գիտեմ, որ դու Հովոյի հետ ես հանդիպում։ Շատ լավ տղա է, ու քեզ շատ է սիրում։ Ինչ գիտես, որ շատ ասիրում։ Դե մի քանի անգամ հեռվից տեսել եմ, որ զբոսնում եք, նկատել եմ, որ քեզ մեծ հոգատարությամբ է վերաբերվում։ Հորքոր, ես գիտեմ քո կյանքի պատմությունը։ Ես չեմ ուզում, որ մենք այդ քննարկենք։ Ես ենթադրում եմ, որ քեզ տարբեր բաներ են պատմել, բայց հիմա չեմ ուզում ոչինչ հիշել։ Իսկ հիմա ինչ որ բան է կատարվում, հա, քո կյանքում։ Ինչ ես հարցնում։ Որ ասացիր երկրից գնում ես, այդպես մտածեցի։ Հա։ Ես համ չէ։ Ես ինքս էլ չգիտեմ։ Ես վերջին տարիներին մեկ հուսով եմ ապրել, մեկ վրեժով, մեկ վախով, մեկ նորից հուսով, ու այդպես շարունակ։ Այդ զգացողություններից ամենավատը հույսն է եղել, որովհետև վրեժն ու վախը ուժ են տալիս, իսկ հույսը թուլացնում է։ Ումից է վրեժդ։ Կներես, ես հեսա կգամ։ Լավ է, ուր է այդ համարը։ Ահես։
Ալո, Զանգել էի երեք։ Ավետ։ Լիզա։ Բան չեմ հասկանում, Ես էլ չեմ հասկանում, ինչ ես դու ես համարին պատասխանում։ որովհետև հորքուրից ես զանգել։ Մի րոպե, հորքուր դա երեք ես համարին զանգել։ Մի րոպե, ես էլ չեմ հասկանում։ Ուզում եմ հասկանամ հորքուրդ ինչ կապ ունի մամայիս հետ։ Չգիտեմ, բայց չգիտեմ ոնց հարցնեմ իրեն։ Ես էլ չգիտեմ, լավ, հələ մի հարցրա, սպաս տեսնեմ ինչ է կատարվում։ Այսինքն, Դու հիմա որտեղ ես։ սպասի ես քեզ իմ համարից կգրեմ։ Լավ։ Լիզ, ես հեսա կգամ միասին ուտելու բան պատրաստենք, լավ։ Լավ։ Ես ստեղ ես։ Հա, եկել էի Ադելի մոտ մինչև Լիզան գար։ Էլի անակնկալս չստացվեց։ Առանց զանգելու եկա։ Ուր է Լիզան։ Գնացել է հիվանդանոց Ադելի հարցերով։ Հավ։ Էս էլ տար։ Լիզ, հովոն եկել է։ Լիզ, գեր, ինչի՞ չես ուտում։ Լարված ես ինչ-որ բանից։ Դե հա, երկար Ադելին մենակ չեմ թողնում։ Հա, գիտեմ, խնամելը դժվար է, բայց դե բան չմնաց։ Հա, հորքուր ինձ թվում է, որ հորքուրը սովը։ Բացի դուռը քեզ ասում եմ։ Գիտեմ որ տանես, բացի դուռը։ Չեմ գնալու մինչև չբացես։